ամենածանր պայմաններն են։ Այդ պայմանները իհարկե Սամվել Կարապետյանի հետ առնչություն երբևէ չպետք է ունենային։ Արդեն 6 ամսից ավելի է, ինչ գտնվում է Սամվել Կարապետյանը, բայց կարող եմ ասել, ամեն անգամ իրեն տեսնում եմ ժպիտը դեմքին, հեծը այլևս հանդիսանում էր սնանկացման եզրին գտնվող ընկերություն։ Ես վստահ եմ, որ գործարքների մի փունջ հնարավոր կլիներ իրեն առաջարկել։ Միայն թե Սամվել Կարապետյանի կողմից այսպիսի հստակ դիրքորոշում չլիներ։ Սամվել Կարապետյանը սկզբից եղել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Մեր ժողովրդի մեջ այն հայտնի է որպես Չոբանքյարա քրեակատարողական հիմնարկ։ Մենք ուզում ենք, որ գործը ուղարկվի դատարան, որ հանրությունը դռնբացության կարգով տեսնի այս նիստը։ Եթե ընդդիմությունը հաղթի, դուք ձեզ կառավարության կազմում տեսնում եք, թե ոչ։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը փաստաբան Արամ Վարդևանյանն է։ Ողջույն Արամ, շնորհակալություն, որ վերջապես ինձ հասաք։ Շնորհակալ եմ հրավերի համար, կներեք, որ ուշացավ։ Թերևս սկսենք Սամվել Կարապետյանից։ Ինձ հետաքրքիր է եւ կարծում եմ ոչ միայն ինձ, նաեւ շատ-շատերին է հետաքրքրում, թե ինչպես մի մարդ, ով տարիներ շարունակ, եթե չասեմ տասնամյակներ շարունակ Forbes-ի ցուցակում էր ընդգրկված որպես ամենահարուստ, ամենակարող մարդկանցից մեկն աշխարհում, եւ ինչպես է իրեն զգում այդ մարդը այդ փոքրիկ խցում։ Մի քիչ կպատմեք, ինչ պայմաններում է այսօր Սամվել Կարապետյանը։ Անկեղծ ասեմ, վերջին տարիների ընթացքում բազմաթիվ քրեական գործերով ներկայացություն, պաշտպանություն իրականացնելու շրջանակներում ես ընդունում եմ, որ միգուցե բավարար չափի չեմ բարձրացնել քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների մասին։ Իբրև ազգային ժողովի падգամավոր նախկինում որոշակի հետևողականություն ցուցաբերել եմ, բայց միգուցե ոչ բավարար աստիճանի։ Մինչ այդ, երբ գործունեությունս իրականացնում էի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ավելի ակտիվ եղել եմ։ Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները մեղմ ասած շատ վատն են։ Այսինքն ինչ է դա խուց է, քանի մետրանոց խուց է։ Եկեք այդքան դետալավորումները չտամ, կարող եմ պարզապես ասել, խոսքը գնում է այնպիսի խցի մասին, որ նախատեսված են այլ կալանավորների համար։ Եկեք այսպես պատասխանենք։ Ինքը մենակ է այդ խցում։ Այո, խցում միայնակ է։ Իսկ կապ ունի, ասենք օրինակ ինտերնետ կապ ունի։ Ոչ։ Ինտերնետ կապ չունի։ Բացարձակ։ Իսկ Իդեպ կարող եմ ասել նաև, որ սահմանափակումները կիրառված Սամվել Կարապետյանի նկատմամբ ամենաինտենսիվն են, այսինքն տեսակցության հնարավորությունը նախատեսված է բացառապես մերձավոր ազգականների համար եւ իր պաշտպանների։ Իդեպ մերձավոր ազգականների եւ պաշտպանների հետ տեսակցությունը սահմանափակել ըստ էության հնարավոր էլ չէ։ Այլ կերպ ասած, ստացվում է սահմանափակումների ամենաինտենսիվ հնարավոր ռեժիմը կիրառված։ Ինչքան հաճախ եք ամեն օր եք տեսնում։ Այո։ Ամեն օր Սամվել Կարապետյանին այցելում եք։ Ես եւ գործընկերներս իսկ հնարավորություն կա իրեն ինչ-որ բաներ բերելու։ Ոչ։ Բացառապես։ Խոսքը գնում է բացառապես քրեական գործի նյութերին վերաբերող փաստաթղթերին, որովհետև որ պատկերացնեք, քրեակատարողական հիմնարկի ծառայողները նույնիսկ այն փաստաթուղթը, որը փոխանցում եք, իրենք դա ստուգում են։ Սա մեծագույն իրավական խնդիր է, բայց այն աստիճան այլ խնդիրներ կան։ Այն astիճան абսուրդային խնդիրներ ենք մենք տեսնում, որ այս խնդիրը կարծես տեխնիկական է դառնում։ Այսինքն դա չի կարող ձեզ խնդրել գիրք բերել։ Ոչ, միրգ բերել։ Միայն որպես հանձնուկ դա կարող է փոխանցվել, իսկ հանձնուկներն էլ, որ պատկերացնեք, յուրաքանչյուր օրվա համար ունեն կոնկրետ քաշի սահմանափակում, կիլոգրամի սահմանափակում։ Այլ կերպ ասած, ամենածանր պայմաններն են։ Այդ պայմանները իհարկե Սամվել Կարապետյանի հետ առնչություն երբևէ չպետք է ունենային։ Այս պնդումը կարող եմ նաև կատարել զուտ ելնելով նրանից, որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ամենամեծ ազգային բարերարի մասին։ Սա փաստ է, այսինքն այստեղ գնահատողական դատողությունների տիրույթ կարող ենք չմտնել։ Ի վերջո թե կատարված բարեգործությունները, թե ստեղծված աշխատատեղերը, թե ընդհանրապես իր կատարած գործունեությունը։ Մի դրվագ պատմեմ, 2000 հավանաբար 2010 թվականն է երևի։ Ես այն ժամանակ տարիներ շարունակ, մոտ 20 տարի ապրել եւ աշխատել եմ Մոսկվայում, եւ Մոսկվայի Օլիմպիσκի համերգային կենտրոնում մեծ հայկական համերգ էր, ու այս համերգի հենց բակում, այսպես ասեմ, շենքին կանգնած էին այն մարդկանց մեքենաները,
ովքեր եկել են ու բնականաբար այսպես կոչված էլիտայի մեքենաները, Bentley-ներ եւ այլ, ահավոր շատ էին, սարսափելի շատ էին ու չեմ տա այդ մարդու անունը, բայց հարցրեցի, այսքան սուպեր հարուստ մարդ որ ունենք, մենք ինչի մենակ Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին ենք ճանաչում որպես բարերարների։ Այսինքն շատ հարուստների շրջանում հենց Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանն են աչքի ընկնում, ընդ որում առիթ չեմ ունեցել Սամվել Կարապետյանի հետ շփվելու, բայց Ռուբեն Վարդանյանը, երբ որ այդ հարցը տալիս է, ասում էր, դե երևի մի պահ կգա իրենք էլ մեզ կմիանան, բայց ասում էր ամեն դեպքում միանում են, եթե մենք դիմում ենք, ինչ որ մի ծրագրի շրջանակում միանում են։ Սամվել Կարապետյանը չի ափսոսում, որ իր միլիարդատերի կյանքը թողած զբաղվել է հայկական գործերով, Հայաստանի գործերով եւ այսօր այս վիճակում է կարար շատ լավ ապրեր։ Նույնիսկ կարող եմ ասել, որ իր հետ խոսակցությունների արդյունքում, կարծում եմ կարող եմ սա բացահայտել, շատ ավելի մեծ ծրագրեր, շատ ավելի մեծ այդ թվում թե բարեգործության, թե նոր աշխատատեղերի ստեղծման, թե ընդհանրապես անձանց համար, ովքեր օրինակ զբաղվածություն ունեն, նոր հնարավորություններ ստեղծելու մասին ծրագրեր է մշակում Սամվել Կարապետյանը։ Եվ չնայած մենք խոսակցությունը սկսում ենք այն իսկապես ծանր պայմանների մասին, որտեղ ներկայումս արդեն 6 ամսից ավելի է, ինչ գտնվում է Սամվել Կարապետյանը, բայց կարող եմ ասել, ամեն անգամ իրեն տեսնում եմ ժպիտը դեմքին եւ իսկապես ուժեղ մարդու տեսակի մասին ենք խոսում։ Չի ափսոսում, ուժեղ հայ մարդու տեսակի մասին ենք խոսում, բացարձակապես, ոչ մի վարքյան։ Իդեպ, հիշեցման կարգով, ի վերջո այս ամենը ինչից սկսվեց։ Մեկ նախադասություն, որտեղ Սամվել Կարապետյանը խոսեց, այդ ժամանակ արդեն իսկ փաստացի նոր քաղաքական գրոհի օբյեկտ հանդիսացող մեր մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մասին։ Մենք դրան կանդրադառնանք, թերևս ես քանի որ հիշեցիք նրա այդ հայտարարությունը, ի վերջո մեր ձևով երբ ասում էր այդ տեսահոլովակում, ինչ նկատի ուներ, կարող եք բացատրել, ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը եւ ինչու դա այդքան նյարդայնացրեց, ես կասեի նույնիսկ վախացրեց Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, մեր ձևով արտահայտությունը Սամվել Կարապետյանի դեպքում ինչ պետք է ենթադրեր։ Այսինքն, իդեպ, եթե նայեք, հենց լրագրողը, երբ հարցադրումը տալիս է Սամվել Կարապետյանին, ուղիղ հենց հարցնում է դուք որպես ազգային բարերար, որպես եկեղեցու ամենախոշոր բարերարներից մեկը եւ այլ, ինչ գնահատական կարող եք տալ։ Բնականաբար իր այդ կարգավիճակից ելնելով մեր ձևով արտահայտությունը ինչի մասին պետք է լինի։ Իհարկե, եկեղեցին աջակցելու մասին, եկեղեցին ըստ անհրաժեշտության պաշտպանելու մասին։ Իդեպ, օրինակ դեկտեմբերի 18-ը 2025 թվականի վստահ եմ բոլորիս հիշողության մեջ։ Ցավով եմ ասում, բայց դաջվելու է։ Ես այդ օրը իհարկե Էջմիածնում էի։ Ես այդ ամենը ինչ կատարվում էր ինքս տեսել եմ եւ անկեղծորեն եմ ասում, ես կուզեմ մոռանալ, որ այդ օրը երբևէ եղել է։ Կցանկանայի հիշողությունից ջնջել։ Չենք մոռանա, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի իմ կարծիքով տապալման մեկնարկներ։ Եթե այդ տեսանկյունից ենք նայում, միգուցե դրական է այսպես ասած հնչում, բայց երբ ես տեսնում եի, որ կանգնած եմ միտեղ, որտեղ կարծես մի բաժանարար գիծ կա, կարծես սահմանագծված հատված կա իմ եւ իմ հայրենակցի միջև, որի հետ ես ինչ բախում պետք է ունենամ, կարծիքի, գաղափարի, երբ մենք գտնվում ենք մեր մայր աթոռի տարածքում, այսինքն ինչ բախում պետք է մենք ունենայինք իրար հետ որևէ կարծիքի շուրջ։ Ես իդեպ չեմ խոսում ֆիզիկական բախման մասին, բայց մենք տեսանք, որ փաստորեն նույնիսկ հնարավոր էր տաճարի դռների վրա գրոհ կազմակերպել, հենց մեր այն հայրենակիցների կողմից, որոնք եկել էին ոչ թե մասնակցելու պատարագի, ոչ թե մասնակցելու եկեղեցուն, այսպես ասած, լռելիային աջակցելու մի հնարավորություն օգտագործելու, իրավիճակին, այլ եկել էին կոնկրետ օրակարգով։ Հիմա տեսեք, այդ օրը նաև հենց Նարեկ Կարապետյանը մեր ձևով շարժման բազմաթիվ ներկայացուցիչներ ներկային։ Մեր ձևով մասնակցեցին եկեղեցու պաշտպանությանը։ Կարող եմ այդպես մեկնաբանել։ Դուք այնտեղ տեսաք գոնե մեկ մեր հայրենակցի, ով եկել էր մասնակցելու ի պաշտպանություն եկեղեցու ակցիայի, եթե կարող ենք այդպես ասել, կամ պարզապես եկել է ժամերգությանը մասնակցել, պատարագին մասնակցել, մեկ ոչ պատշաճ վարքագիծ տեսել եք։ Հիմա կարող եմ ասել, որ մեր ձևովը այդ արտահայտությունը խոսում է բացառապես խաղաղ, ողջամիտ։
Խաղաղ ողջամի դա ընդունել է, ես ուրիշ բայց միաժամանակ նաև հնարավոր է եւ կյանքը ցույց տվեց, որ դա նույնիսկ ոչ թե հնարավոր, այլ անհրաժեշտ էր ցույց տալու անհամաձայնություն, իրացնելու այդ խոսքի ազատության, այդ թվում քննադատելու ազատության իրավունքը։ Մեր ձևով շարժման խորհրդի անդամ, համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ինձ հետ հարցազրույցում երկու շաբաթ առաջ ասաց, որ մեր ձևով շարժումը սկսվել է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, երբ նրան ձերբակալել են։ Կարող եմ փաստել, որ եթե չլիներ այդ ձերբակալությունը, մենք այսօր չէինք ունենա մեր ձևով շարժումը։ Գիտեք, ես կարող եմ հետևյալը ասել. երբ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ձերբակալումը, այնուհետև կալանավորումը տեղի ունեցավ, ես կարծում եմ շատ ողջամիտ է, որ այն պետք է իրենից որոշակի արձագանք ենթադրեր, այդ թվում քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ավելի ակտիվ իրացում, դա նորմալ է։ Արդյոք դա նշանակում է, որ նախքան այդ որևէ մի ակտիվություն չի եղել, չեմ կարծում, որ այդպես է։ Ես ինքս Բայց քաղաքական ակտիվություն չի եղել, Արամ, իսկ մենք հիմա գործ ունենք մի շարժման հետ, որը որ վաղը ընտրությունների ժամանակ լինելու է գործող իշխանությունների հիմնական հակառակորդը ընտրություններին։ Բայց տեսեք, դուք օրինակ որոշակի սևեռում եք փորձում տանել դեպի հենց Սամվել Կարապետյանի ձերբակալումը եւ այնուհետև կալանավորումը, բայց որոշակի ժամանակային խզում է այստեղ տեղի ունենում։ Իսկ երբ եղավ Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը, որը համեմատության մեջ նախկինում Սամվել Կարապետյանի կատարած այլ հայտարարությունների, իսկ հանրային հնչեղություն ունեցող գրեթե բոլոր հարցերի ժամանակ վերջինս իր կարծիքը արտահայտել է։ Արտահայտել է, ներդրումներ արել է, բարեգործություն արել է, եկեղեցում պաշտպանել է, եկեղեցում ներդրումներ կատարել է, բայց երբեք չի ստեղծել նման շարժում։ Ես կարող եմ նաև հետևյալը ասել, բայց երբեք նաև Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ընթացքում թեև եղել են դեպքեր, երբ իշխանություն եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցի կարծիքի բախում է եղել, անհամաձայնություն է եղել։ Նույն Միքայել Աջաբայանը բազմաթիվ անգամ քննադատել է եւ Քոչարյանին եւ Սարգսյանին։ Չի եղել այն ամենը, ինչը սկսվեց 2025 թվականի մայիս ամսից։ Իսկ իդեպ մենք խոսում ենք մի մարդու մասին, ով կրկին, սա փաստ է։ Հենց եկեղեցու ամենախոշոր բարերարներից մեկն է նաև։ Եկեղեցուն աջակցողներից ամենախոշորներից։ Այդ դեպքում գամ ես հարցիս, չեք կարծում, որ փաստորեն սխալվել է, եթե մենք նայենք հենց Փաշինյանի տեսանկյունից, Փաշինյանը մեծ սխալ է գործել, որովհետև եթե չլիներ այդ գրոհը եկեղեցու դեմ, եթե չլիներ այդ պատերազմը, որ նա սկսել է եկեղեցու դեմ, եթե չլիներ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, նա ավելի մեծ շանսեր ուներ ունենար վերընտրվելու 2026-ին։ Կդժվարանամ պատասխանել այդ հարցին, գիտեք ինչ իմաստով, որովհետև ես առնվազն որոշակիորեն հետևելով զարգացումներին, մի պահից սկսած իսկապես կարծես թե սոցհարցումները բոլոր, այդ թվում հրապարակային, որոնք ներկայացվում են, ցույց էին տալիս, որ վարկանիշի անկում է ապրում օրվա իշխանությունը։ Այդ թվում այդ անկումը առկա էր 2025 թվականի մայիսի դրությամբ եւս։ Հա, բայց չկար երրորդ ուժ, կա մի մեծ զանգված հայաստանցիների, ովքեր երբեք չեն ընտրի Փաշինյանին, բայց նաև չէին գնա եւ չէին ընտրի so-called բառ, ես չեմ սիրում, նախկիններին, այսինքն Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերին եւ հասարակությունը սպասում էր երրորդ ուժի եւ փաստորեն ձերբակալելով Սամվել Կարապետյանին, Փաշինյանը հիմնեց այդ երրորդ ուժը, ստեղծեց այդ երրորդ ուժը։ Ես անկեղծորեն կարող եմ հետևյալը ասել, ցանկացած ի վերջո մասշտաբային գործողություն պետք է իրենից ենթադրի մասշտաբային հետևանք։ Հիմա արդյոք այդ գործողությունը կանխատեսելի էր, որ առաջացնելու է նման հետևանք, չեմ կարծում իդեպ։ Ես կարծում եմ օրվա իշխանությունները հակված էին այն մոտեցմանը, որ ընդհանուր հասարակության ապատիկ կամ ապաթիայի, այսպես ասած, մթնոլորտը այնքան շատ է, որ հնարավոր է եկեղեցու նկատմամբ նման գրոհի կամ նման հրեշավոր ծրագրի իրացումը որպես այդպիսին հետևանք չունենար։ Օրինակը բերեմ, Սամվել Կարապետյանը նման հայտարարություն չաներ։ Ես հիմա ցավով եմ ուզում ասել այն, ինչը կասեմ։ Գիտեք, Մայր Աթոռի կողքին կանգնած են եղել բազմաթիվ բարերարներ, այդ թվում Սփյուռքից։
բայց իրենցից շատ շատերը նույնիսկ մինչ օրս լռում են։ Ինչու՞, ինձ միշտ այրնակ սփյուռքի լռությունը Սամվել Կարապետյանից այդ լռությունը չեղավ։ Ինչի է Կարող եմ լռում։ ենթադրել, որ հիմնական կանխավարկածը եղել է այնպեսին, որ այդպես բոլորը լռելու են։ Կարող էր, չէ՞, այդպեսի միտք Հա, լինել։ օքեյ, դա հասկանալի է, բայց նաև ասենք չի լռել Սամվել Կարապետյանը ինչ որ հայտարարություն է արել։ Ես միայն այս բացատրությունը ունեմ, որ այսինքն երկու բացատրություն ունեմ, երկու վարկած ունեմ, ինչի է Նիկոլ Փաշինյանը ձերբակալել Սամվել Կարապետյանին, կարող ենք հստակ այդպես ասել, որտեղ գործ ունենք դասական, քաղաքական հետապնդման Դա հետ։ նույնիսկ հրապարակային է արվում։ Երկու վարկած, առաջին վարկածը, որ նա մտածել է, որ կձերբակալի Սամվել Կարապետյանին, ինչ որ գործարք կառաջարկի, Սամվել Կարապետյանը կընդունի այդ գործարքը կամ կվախենա, վեր կկենա, կգնա։ Սա իմ առաջին վարկածն է, ես չգիտեմ, երկրորդ վարկածս, ինչին ես ավելի շատ եմ հակված, որովհետև Նիկոլ Փաշինյանը երկար մտածել չգիտի, պահի տակ նրան նյարդայնացրել է Սամվել Կարապետյանի աջակցությունը, պաշտպանությունը եկեղեցում եւ նա որոշել է ձերբակալել առանց երկար մտածելու, թե ինչ հետևանքներ է ունենալու այդ ձերբակալությունը, որ վարկածն է ավելի մոտ իրականությանը։ Ես կարծում եմ, որ հնարավոր է եւ այդ երկու վարկածներից եւ ոչ մեկն էլ չլինի իրացվողը, կարող եմ պարզապես հետեւյալը ասեմ։ Արդյոք այստեղ կա քաղաքական հետապնդում, որը իսկապես շատ շնորհակալ եմ, որ դուք էլ այդքան էքսպլիցիտ կերպով դա ընդգծեցիք, այո, այստեղ նույնիսկ դրա համար արձագանքեցի, այն հրապարակային է արվում։ Հակված եմ կարծելու, որ ելնելով ընդհանուր Հայաստանի Հանրապետության այս տարիների ընթացքում ձևավորված մոտեցումներից, քիչ է լինում, երբ հեղինակություն վայելող, բայց միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողը բիզնեսմենները իրենք իսկապես ազգային նշանակություն ունեցող հարցերում կտրուկ արձագանք են տալիս, քիչ է լինում։ Հակված եմ կարծելու, որ օրվա իշխանությունները եւս այդպես էին ենթադրում։ Զարմացել էին ու Քիչ զայրացել։ հավանական է, որ այդպես պետք է արձագանք լինի։ Իդեպ մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, վստահ եմ իհարկե մեր հայրենակիցների շատերը գիտեն, 2025 թվականի մայիսի 7-ին, երբ մահացել էր Սամվել Կարապետյանի հայրը, Սարգիս Կարապետյանը, Սամվել Կարապետյանը գտնվում էր Երևանում մայիսի այդ օրերին։ Այնուհետև հունիսին, երբ արդեն 40-ի արարողությունը պետք է լիներ մահվան հաջորդող ժամանակահատվածի, վերջինս կրկին գտնվում էր Երևանում։ Եվ պատկերացրեք, հենց այդ օրերին մենք հայ ենք, մենք գիտենք, չէ, ինչ բան է ծնող, ինչ բան է ծնողի արժեքը եւ իհարկե ծնողի կորուստը։ Այդ իմաստով կարծում եմ օրվա իշխանությունները ապացուցեցին, որ մարդկայնության դեֆիցիտն է շատանում մեր իրականության մեջ, հատկապես իրավապահների գործողություններում։ Տեսեք, այս ամեն ինչը ասեցի, իրենք եւս գիտեին, չէ՞։ Բայց դա իրենց մեկ վայրկյան չկանգնեցրեց, որ նման գրոհ իրականացնեն Սամվել Կարապետյանի առանձնատան նկատմամբ։ Դրանից հետո հրապարակայնորեն այն բոլոր արտահայտությունները, որ պետության համ զգալու եւ այլ այդ ամենի մասին, որը ուղիղ հրահանգներ եւ ցուցումներ չէ այս ամենի։ Եվ չնայած այդ ամենին, Սամվել Կարապետյանը այդ օրը ինքնակամ ներկայացավ իրավապահներին, գիտակցելով, որ ձերբակալվելու է, կալանավորվելու։ Գիտակցում էր, որ ակնհայտ էր դա։ Այսինքն մենք խոսում ենք ի վերջո բավականին գործարար ոլորտում մեղմ ասած մեծ հաջողություններ գրանցած մարդու մասին։ Այսինքն մեր հայրենակիցն է, ով որ հենց մեր զրույցի սկզբում դուք նշեցիք, Forbes-ի ցուցակում է։ Հետևաբար նման իրավիճակներ կանխատեսելը կարծում եմ դժվար չէ։ Իսկ ինքը կանխատեսում էր, որ իր հայտարարությունը կարող է նման հետևանքներ ունենալ։ Թե այդ ամենանիվ իր համար անակնկալ էր իշխանությունների այդ վերաբերմունքը։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Ես կարծում եմ ցանկացած ողջամիտ մարդ այդ հայտարարությանը հաջորդող գործողությունները կներեք չէր կարող կանխատեսել, որովհետև եթե ասում ես մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, դրան ինչ գործողություն պետք է հաջորդի։ Ուրեմն ստացվում է, երբ մենք այսօրվա դիրքերից ենք փորձում վերլուծել, ուրեմն այնպիսի գործողությունների ծրագիր կար, արդեն այդ ժամանակ մշակված, որ նույնիսկ նման նախադասության համար պետք է չեզոքացնել Այս ամեն ինչի տակ
այսպես ասեմ, հա, այս ամեն ինչի հետևում տնտեսական հարցեր չկան, իսկ միգուցե ի սկզբանե Փաշինյանը որոշել էր հեծը խլել Սամվել Կարապետյանից եւ առիթ էր ման գալիս։ Դա էլ չեմ կարող բացառել, բայց այն, որ իրադարձությունները այդքան սինխրոն էին իրացվում, դա եւս ակնհայտ է։ Իդեպ հեծի հետ կապված այդ ամենը, ես վստահ եմ, սա ի վերջո մեր Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի վրա, որպես ներդրումներ խրախուսող երկիր, իսկ մենք պետք է դա խրախուսենք, սա մեծագույն բացասական հետևանքներ է ունենալու։ Եվ եթե մենք հարց տանք ինքներս մեզ, հանուն ինչի, դրա պատասխանը չենք գտնելու։ Լավ ի վերջո բոլորը գիտեն, թե ինչ վիճակում էր գտնվում հեծը, մինչ Սամվել Կարապետյանի կողմից այն ձեռք բերելը։ Ասել, որ հեծում որևէ խնդիր չկար։ Իսկ մինչև այդ, մինչև ձերբակալելը, մինչև իր այդ հայտնի հայտարարությունը, երբեք իշխանությունները չեն խոսել Սամվել Կարապետյանի հետ ուղղակի կամ միջնորդավորված, որ գուցե հեծը վերցնեն իրենից կամ չգիտեմ, ինչ որ գործարք նման առաջարկ չի եղել։ Անկեղծորեն դժվար եմ պատկերացնում, որ նման գործարքներ փորձեին առաջարկել Սամվել Կարապետյանին, որ պատկերացնեք հիմա Սամվել Կարապետյանը կալանավորված է, ըստ օրենքի, հիմա գտնվում ենք այն փուլում, որ իշխանությունները պետք է բանակցեն հեծի սեփականատերերի հետ, դա լիցենզիայի զրկման հետևանքն է։ Իդեպ հետաքրքիր էր, որ լիցենզիայի զրկումը եւ Սամվել Կարապետյանի կալանքը, ապօրինի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելը փաստացի նույն ժամերին էր տեղի ունենում։ Եվ որ պատկերացնեք, ստացվում է Սամվել Կարապետյանին, ապօրինի կալանքի տակ պահելով, ասում են եկեք բանակցենք, թե ինչ գնի շուրջ կարելի է որոշել հեծի վերաբերյալ գործարքը։ Սամվել Կարապետյանի արձագանքը առավել քան հստակ էր, ակնհայտ էր, վերջերս էլ Նարեկ Կարապետյանը նշվածի վերաբերյալ ավելի մանրամասն խոսեց։ Ինչի մասին է, ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Իդեպ իսկապես այստեղ շատ հետաքրքիր նաև կարելի է անալոգիա անցկացնել։ Եթե անձը կալանավորված է եւ իր գույքի վերաբերյալ պետք է իր հետ բանակցեն, արդեն այդ անձը պարզապես կալանավոր չի, արդեն նաև պատանդ է ինչ-որ իմաստով։ Սա ինչ իրավիճակ է։ Մենք կարող ենք ասել, որ սա նաև դասական պետական ռեկետ է։ Ինչու ոչ։ Տեսեք, այն, որ օրինական ճանապարհով չի կատարվում այն ամեն ինչ կատարվում է հեծի նկատմամբ, ակնհայտ է։ Պատկերացրեք, ընդունվեց հապճեպ հաշված օրերի ընթացքում օրենսդրական փաթեթ, որով նախատեսվեց այս կառուցակարգը ժամանակավոր կառավարչի նշանակման, լիցենզիայից զրկման եւ այլ, հա։ Այդ ամենի վերաբերյալ ներկայացվեց դիմում Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանում ներկայացուցիչներից մեկը նաև հանդիսանում եմ ես։ Հիմա պատկերացրեք, ողջամիտ, եթե մոտենում ենք իրավիճակի, եթե պատկերացրեք երկիր, որը իսկապես կարևորում է իրավունքի եւ օրենքի նկատմամբ հարգանքը, ինչպես կարելի է մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելը այդ գործընթացները իրացնել։ Չի կարելի, չէ, որովհետև հնարավոր է Սահմանադրական դատարանը օրինակ հակասահմանադրական է ճանաչում այդ իսկապես ակնհայտորեն հակասահմանադրական օրենսդրական փաթեթը։ Չէ, իրենք չսպասեցին։ Ավելին, որոշեցին, որ նաև արբիտրաժի որոշումը կարելի է անտեսել, դրանով եւս մեծագույն վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը եւ վարկանիշին, բայց դա էլ որևէ նշանակություն չունեցավ։ Իհարկե մենք խոսում ենք այդ իմաստով մարդու սեփականության իրավունքի նսեմացման մասին։ Տվյալ դեպքում հեծ ունի սեփականատեր։ Ինչպես կարելի է այդպես հարաբերվել մեկ այլ անձի սեփականության իրավունքի հետ, երբ պետության առաջնային պարտականությունը սեփականությունը հարգելու մեջ է։ Ես այստեղ ուզում եմ սա նշել։ Արդյոք որևէ մեկը այն կարծիքին է, որ հեծում խնդիրներ չեն եղել։ Խնդիրներ եղել են, բայց միայն նայենք, որ մի ոլորտում չկա խնդիր, եւ համեմատենք մինչ Սամվել Կարապետյանի կողմից հեծի ձեռքբերումը եւ դրան հաջորդած ժամանակահատված 2015 թվականին դա փաստ է, այսինքն այստեղ հատուկ մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ Հեծը այլևս հանդիսանում էր սնանկացման եզրին գտնվող ընկերություն։ Լավ կլիներ, որ օրինակ նման ստրատեգիկ նշանակություն ունեցող ընկերությունը սնանկանար։ Մի հատ պատկերացրեք էլի, այսինքն որտեղ էր մենեջմենտը հասցրել հեծին։ Եվ հիմա նայեք 2025 թվականին, երբ այդ ամենը սկսեց տեղի ունենալ Սամվել Կարապետյանի նկատմամբ, ինչ վիճակում էր գտնվում հեծը։ Փաստացի նույն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն անդամներով
Ամեն տարի արձանագրում էր, որ Ես ամեն ինչ երկու հրաշալի հարց է։ ունեմ այս Բայց հետո կապակցությամբ։ փոխվեց։ Սամվել Կարապետյանի ընդհանուր առմամբ այդ քրեական գործի կապակցությամբ երկու հարց ունեմ։ Առաջինը նման իրավիճակում, երբ ակնհայտ գործ ունենք քաղաքական հետապնդման դասական օրինակի հետ, պաշտպանող կողմն ընդհանրապես ինչ գործիքակազմ ունի, ինչ կարող եք դուք անել այս դեպքում։ Ցավալի հարց եք տալիս, որ պատկերացնեք մեր կողմից երևի այս ժամանակահատվածում, եթե օրինակ քրեական գործը բաղկացած է 5 հատորից, հա, պայմանական թվեր եմ ասում, 3 հատոր երևի միջնորդություններ, դիրքորոշումներ, բողոքներ ներկայացրել ենք մենք։ Այսինքն որպես պաշտպաններ մեր կողմից իրացվում է հնարավորն ու անհնարինը, նույնիսկ փորձում ենք այնպիսի միջնորդություններ ներկայացնել, որոնք նախկինում երբևէ չեն ներկայացվել, բայց բախվում ենք պատին, անկեղծորեն, որովհետև Սամվել Կարապետյան անուն ազգանունը հանգեցնում է նրան, որ ոչ իրավունք, ոչ օրենք չի գործում։ Դուք ասում եք, որ 50 քննիչ է զբաղվում։ 53 քննիչ է զբաղվում։ Ես ուզում եմ հասկանալ այդ 53 քննիչը բոլորը նրանք համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ լինելու է Հայաստանի վարչապետ, այսինքն ինքնաբնազդը նույնիսկ իրենց մոտ չի աշխատում։ Անկեղծորեն դժվարանում եմ պատկերացնել իրենց մոտեցումները, որովհետև ես միշտ ունեցել եմ համոզմունք, որ իրավաբանները բոլոր դեպքերում ի տարբերություն եւ խորին հարգանքով այլ մասնագիտացումների նկատմամբ, բայց մեր կարմիր գծերը այլ են, տարբերվող են, ավելի ընդգծված են եւ այլ։ Բայց այս գործը ցույց է տալիս, որ հնարավոր է օրինակ նույնիսկ անհնարին թվացող ապօրինություններ կատարել։ Ընդորում ես համոզված եմ, որ այդ մարդկանց ոչ մի փոխհատուցում դրա դիմաց չի տրվել, եթե կարող է ինչ-որ աշխատավարձի մի փոքրիկ ինչ-որ մի գումար է ավելացել, ինչի համար են նրանք դա անում։ Հաճախ մի պատասխան է հնչում, չէ՞ շատերն են դա լսել, որ ամեն մեկը իր գործն է անում եւ այլ։ Հիմա պատկերացրեք, քննիչի աշխատանքը միջդատական վարույթում մեղադրողի աշխատանք չի, մեղադրողի չի, այլ օբյեկտիվ իրականությունը բացահայտողի աշխատանք է։ Պատմեմ ձեզ մի իրավիճակ։ Դատական նիստ ներկայացվում է դիրքորոշում։ Օրինակ բարձրաձայնում ենք մի խնդիր, որ արդյոք X անձը հարցաքննվել է թե ոչ։ Հնչում է պատասխան, որ այո, հարցաքննվել է։ Ասում ենք իսկ արդյոք արձանագրությունը իր հարցաքննության, որ իմանանք ինչ է ասել, բերել եք թե ոչ։ Պատասխանում են, որ ոչ։ Ասում ենք, բայց ինչի։ Օրինակ բազմաթիվ այլ փաստաթղթեր եք բերել, որոնցից ոչ մեկում Սամվել Կարապետյան հիշատակված չէ, Սամվել Կարապետյանին վերաբերելի չէ, բայց դուք դա բերել եք։ Այս մեկը մենք ենթադրում ենք կարող է ի օգուտ, ի նպաստ լինել Սամվել Կարապետյանի ձեր ներկայացրած աբսուրդային մեղադրանքի շրջանակներում։ Ասում են պատասխանը, որ այո, այն կարող է թուլացնել մեր դիրքորոշումը, դրա համար չենք ներկայացնում։ Հենց այդպես։ Բառացի չեմ մեջ բերում, միտքը հենց այսպիսինն է։ Դրան հաջորդում է այն, որ դատավորը ասում է ներկայացրեք այդ փաստաթուղթը հաջորդ նիստին։ Հաջորդ նիստին գալիս են ասում են չենք ներկայացնելու։ Այսինքն ես փորձեցի առանց բառացի մեջ բերելու, բայց ձեզ իրավիճակը նկարագրեմ։ Ու այս պայմաններում 6 ամսից ավելի կալանք առանց ոչ մի հիմքի, առանց ոչ մի իրանք ժամանակը երկարաձգում։ Ինչ բացատրություն ունեք։ Գիտեք, ամեն անգամ, երբ միջնորդությունները ներկայացնում են, այդ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբի դիրքորոշումը նա է, որ դեռ ունեն վարույթային գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Իսկ գուցե մտածում են, հասկանում են, որ ախմախ բան են անում, որի համար հետո պատասխան են տալու եւ փորձում են ձգել ժամանակը, որ որոշում չեք կայացրել, չէ՞։ Գիտեք, բայց այդ ամենը, եթե նույնիսկ այդպես է, իրենք դա փաթեթավորում են որպես հիմք Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու համար։ Ու դատարանները հավատում են ներկայացված միջնորդությանը։ Ասում են, հա, երևի գործողություններ։ Շատերը կա։ Կներեք, Ազատ ջան, սա ուզում եմ անկեղծ ֆիքսել։ Իսկապես կարծում եմ հանրությանն էլ հետաքրքիր կլինի։ Երբ քննիչները նման միջնորդություն են ներկայացնում եւ դատարանը համաձայնվում է, այսպես ասած 2 ամսով է, չէ՞, այդ ամենը երկարաձգվում։ Հեռու չգնամ, նոյեմբերի 19-ից իմ կողմից երևի ներկայացվել է 10-ից ավելի, մենակ իմ կողմից, գործընկերների մասին չեմ ասում,
10-ից ավելի միջնորդություն քննչական մարմնին, քննչական կոմիտեի ղեկավարին, գլխավոր դատախազին եւս դիմել եմ, հսկող դատախազին եմ դիմել, վերադաս դատախազին եմ դիմել, քննչական խմբի ղեկավարին եմ դիմել, այնուհետև ղեկավարի վերադասին եմ դիմել։ Պատկերացրեցիք, այս ծավալի գրագրություն եմ իրականացնում, խնդրելով հիմնականում մեկ բան. դե կատարեք այդ գործողությունները։ Այսինքն 53 քննիչ, դուք պատկերացնում եք, որ 6 ամսից ավելի դեռ քննություն անեն, Հայաստանում ամենաբարդ քրեական գործը, խնդրում եմ վիզուալիզացրեք, վստահեցնում եմ ձեզ, 10 քննիչը կարող է այդ գործը բացահայտել առավելագույնը 4 ամսում։ Առավելագույնը, սա էլ աբսուրդային ժամկետ եմ ասում, ամենաբարդ գործի մասին ենք խոսում։ Սա բնավ բարդ գործ չէ, որտեղ այստեղ գործ չկա։ Բայց 6 ամսից ավելի 53 քննիչները դեռ գործ են անում։ Հայաստանցիների մի մասն էլ ասում է, որ անակնկալ ձևով մի որոշ ժամանակ միջև ընտրություններ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ազատ կթողնի եւ Սամվել Կարապետյանը շտապ կհեռանա Հայաստանից եւ որևէ ձևով չի մասնակցի ընտրություններին իր ուժը։ Բացառում եք սա։ Բացառում եմ, նույնիսկ տրամաբանություն չեմ տենում այդ մտքի մեջ, որտեվ կներեք, մեր այն բոլոր հայրենակիցները, ովքեր կարող են նման կարծիք հայտնել, նույնիսկ մեկ օր կալանավորված լինելը շատ է։ Գիտեք, կալանքը շատ ծանր խափաման միջոց է։ Շատերին հիմա թվում է, որ դա հերթական մի լուրն է, երբ անձը կալանավորվել է, անձը ձերբակալվել է։ Չափազանց ծանր իրավունքին միջամտություն է կալանքը։ Մենք խոսում ենք մարդու մասին, ով 6 ամսից ավելի կալանավորված է, ու ում տեսակցելով ամեն օր միշտ տեսնում եմ իրեն ժպիտը դեմքին, մեջքը ուղիղ եւ հային վայել արժանապատվությունը միշտ տեղին։ Մենք խոսում ենք ուժեղ մարդու մասին, ով հստակ դեռևս հուլիսի 4-ին, երբ նույնիսկ չէր լրացել կալանքի 1 ամիսը, արդեն հստակ իր քաղաքական հայտը ներկայացրել է, այդ թվում Հայաստանում իշխանափոխության վերաբերել։ Արամ, գիտեմ, որ հաստատ ճանապարհով չեք պատասխանի իմ այս հարցին, այդուամենայնիվ այդ հարցը ստամ։ Չեմ հավատում, որ հստակ գործարք Սամվել Կարապետյանին չի առաջարկվել։ Ես կարծում եմ, որ այդ մասով, նույնիսկ այսպես ասեմ, ես վստահ եմ, որ գործարքների մի փունջ հնարավոր կլիներ իրեն առաջարկել։ Միայն թե Սամվել Կարապետյանի կողմից այսպիսի հստակ դիրքորոշում չլիներ։ Նույն օրինակ, եթե վերադառնալով մեր զրույցի սկզբին, եթե տարբերակ լիներ, որ խուսափեին այս ամենից, միգուցե Մայրաթորի վերաբերյալ էլ այդ հայտարարությունը չարվեր։ Իսկապես հիմա Չէ, արդեն հայտարարությունից հետո ձերբակալելուց հետո, որովհետև ինքներդ եք ասում, որ կալանքը շատ բարդ իրավիճակ է ցանկացած մարդու համար, իսկ շատ լավ կյանքին սովոր մարդու համար առավել եւս։ Սամվել Կարապետյանը սկզբից եղել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Մեր ժողովրդի մեջ այն հայտնի է որպես Չոբանքյարա քրեակատարողական հիմնարկ, որ պատկերացնեք, այն հանդիսանում է Արմավիրի մարզում քրեակատարողական հիմնարկ, որտեղ երբևէ պետական պաշտոններ չզբաղեցրած անձինք են հիմնականում գտնվում, հա? Բոլորի անմեղության կանխավարկածները հարգելով հանդերձ, ամեն դեպքում քրեակատարողական հիմնարկ Արմավիր։ Սամվել Կարապետյանին երբ առաջին անգամ տեսել եմ, վերջինիս դեմքին ժպիտը կար, տրամադրությունը տեղը, կրկին։ Այդպես ուժեղ, ինչպես տեսել եմ այդ ժամանակ, մինչ օրս նույն ձև է։ Պատկերացրեք 6 ամսվա կալանքի ընթացքում 2 քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել Սամվել Կարապետյանի դեպքում։ Արդյոք դա, այսպես ասած, ձեռքի հետ տեղի ունեցող իրադարձություն է, չէ։ Մի հատ որ փորձենք մարդկայնորեն վերլուծել այս ամենը։ Սա ծանրագույն ժամանակաշրջան է, բայց դուք արձագանքի վերաբերյալ ես արդեն նկարագրեցի ձեզ իր մոտեցումների մասին։ Հետևաբար գործարք առաջարկեն, չառաջարկեն, ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի կողմից հուլիսի 4-ին ներկայացված դիրքորոշումները հրապարակային, այդ թվում քաղաքական հայտի վերաբերյալ, շատ հստակ են եղել։ Ու այդ մասով նույնիսկ եթե համեմատական տանենք, այդ դիրքորոշումները շարունակական են եղել եւ մինչ վերջերս։ Մի քիչ էլ շարժումից խոսենք, մեր ձևով շարժումից խոսենք,
Ակնհայտ է, որ անակնկալ էր, որ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին եւ ըստ այդմ նաեւ անակնկալ էր ընտանիքի համար, մտերիմների համար Սամվել Կարապետյանի, որ պետք է սկսել մի շարժում, որը որ նաեւ քաղաքական հայտ է ներկայացնելու։ Ինչպես ընտանիքը ընդունեց իր այդ որոշումը եւ ինչպես կարողացան շատ կարճ ժամանակում ստեղծել շարժում, եւ թեև ասում են, որ ի սկզբանե հիշում եմ հայտարարվում էր, որ սա դեռ քաղաքական շարժում չէր, քաղաքական շարժումը քաղաքական ուժը կգա հետո, բայց այդուամենայնիվ այս 6 ամիսների ընթացքում այդ շարժումը դարձավ քաղաքական շարժում եւ այսպես շատ արագ աճ արձանագրվեց, որ նրանք գրավեցին Հայաստաններ քաղաքական հայաստանյան այդ դաշտը եւ դարձան երրորդ ուժ։ Այ մի քիչ ուզում եմ պատմել, ընտանիքը ինչպես ընդունեց իր այդ նոր կարգավիճակը։ Ես համոզված եմ, որ դրա ընտանիքի բոլոր անդամների կյանքն է փոխվել, չէ՞։ Ես կարծում եմ դրա համար պետք չի հատուկ ինձնից պատասխան փնտրել կամ փորձել ստանալ, քանի որ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը նաեւ հրապարակայնորեն իրենց դիրքորոշումները ներկայացրել են այս ժամանակահատվածում եւ կարծում եմ դրանք պարզապես թռուցիկ նույնիսկ ուսումնասիրելով դուք կտեսնեք թե ինչ աստիճան է վերաբերմունքը նաեւ հենց իր հարազատների ընտանիքի անդամների այս ամենի նկատմամբ բոլորի մոտ էլ այդ կարելի ասել ուժի բաղադրիչը առավել քան հստակ է ընկճվածության բացակայությունն էլ ակնհայտ է թեև մենք խոսում ենք իսկապես 6 ամսից ավելի տևող կալանքի մասին։ Հասարակության մի մասի համար իդեպ դա զարմանալի է, որ Սամվել Կարապետյանը նստած է բանտում, լրիվ իր համար անսովոր սարսափելի պայմաններում, բայց ընտանիքի անդամները այսպես միշտ ժպիտները դեմքին եւ կարծում եմ դա իսկապես իրենց բնորոշ մի իրավիճակ է, արձագանքը այդպիսին։ Սա խոսում է իհարկե որոշակի ներքին արժեհամակարգի մասին։ Ես իդեպ կարծում եմ, որ եթե մենք նայում ենք ընդհանրապես մեր պատկերացումներով, թե ճգնաժամային իրավիճակում ինչպիսին պետք է լինի մարդու արձագանքը, չէ՞։ Մենք հաճախ մեր մեջ փորձում ենք հենց այդպիսի իրավիճակ պրոյեկցիա անել, որ պետք է ուժեղ լինել, որ պետք է չընկճվել, որ պետք է հաղթահարել դժվարությունները, հալածանքները, հետապնդումները, աբսուրդային հետապնդումները, նման տևական հետապնդումները պետք է հաղթահարել եւ լինել ուժեղ այդ ընթացքում, չընկճվել, չհուսահատվել, Բայց երբ ամեն դեպքում տեսնում ես նման բավականին մեղմ ասած բարդ պայմաններում չընկճվող մարդկանց, զարմանում ես ամեն դեպքում։ Բայց մյուս կողմից հենց դա ենք, չէ՞, մենք միշտ ցանկանում տեսնել։ Հիմա այս դեպքում իսկապես տեսնում ենք։ Սամվել Կարապետյանը նաև եւս երկու երկրի քաղաքացի է, ճիշտ եմ հասկանում։ Կիպրոս եւ Ռուսաստան։ Այո։ Ռուսաստանի Կիպրոսից ոչինչ չգիտեմ, իսկ Ռուսաստանի արձագանքը գոնե վերջին երկու շաբաթներին փոքր-ինչ փոխվել է, համենայն դեպս արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսներին ավելի այսպես երկար է պատասխանում Սամվել Կարապետյանի, ավելի ծավալուն պատասխան է տալիս Սամվել Կարապետյանի մասին հարցին եւ արդեն երկու անգամ ընդգծվել է, որ Սամվել Կարապետյանի ձերբակալության օրինակը շատ վատ օրինակ է Հայաստանի համար, այն առումով, որ ուրիշ ներդրողներ չեն գա Հայաստան, այդ օրինակը տեսնելով։ Այդ ամենայնիվ Ռուսաստանը, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է նաև, ինչ ձևով է ներգրավված այս գործընթացին։ Ես կարող եմ հետևյալը ասել, որ հիմա դուք օրինակ հղում արեցիք Տիկին Զախարովայի կողմից արված հայտարարությանը, նույն ձև էլ կարելի է հղում անել մի շարք այլ հանրային ճանաչում ունեցող, այդ թվում համապատասխան կարգավիճակում հանդես եկող բազմաթիվ անձանց։ Հիմա որ պատկերացնենք Մաշա Զախարովան պաշտոնական Մոսկվան է դրա համար։ Ես հասկանում եմ, բայց բոլոր դեպքերում նաև կարծում եմ օրինակ հրապարակայնորեն ներկայացված Ֆրանսիայից արդեն վերջերս նաև կարելի է ուղիղ ասել Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ մի շարք այլ երկրներից հնչող դիրքորոշումները Հիմա որ պատկերացնենք օրինակ միջազգային հեղինակավոր պարբերականներից արդեն որևէ մեկը չի մնացել, որ հիշատակում արած չլինի Սամվել Կարապետյանի այդ ամենայնիվ իրենք գործի մասին։ Աջակցում են Հայաստանի իշխանություններին եւ հայտարարություններից այն կողմ չեն գնում, ասենք եթե
Սամվել Կարապետյանի պես մեկին ես հիշում եմ օրինակ ինչպես է այն արձագանքում Արևմուտքում, երբ Ռուսաստանում ձերբակալել էին Խադարկովսկին, այս այն ժամանակ Մոսկվայում է աշխատում եւ տեսել եմ այդ արձագանքը, դրանք շատ լուրջ հայտարարություններ էին եւ ոչ միայն հայտարարություններ, ասենք պատժամիջոցների ցանկ սկսվեց Մագնիտսկու գործով։ Ես գիտեք կդժվարանամ օրինակ այնպիսի դիրքորոշում ներկայացնել, որը կարող է մոտ լինել հենց ձեր փորձին, որը հենց վկայակոչեցիք, բայց կարող եմ հետեւյալը ասել. ես առնվազն եթե համեմատական եմ անցկացնում վերջին տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած այլ դեպքերի հետ, հստակ է, որ միջազգային արձագանքը առավել քան մեծ է։ Եվ այդ իմաստով, եթե դրանք անտեսվում են, դրանք նսեմացվում են, հիմա գիտեք, երբ մենք խոսում ենք օրինակ պարոն Ամստերդամի մասին, հա, միջազգային ճանաչում ունեցող փաստաբան, մենք խոսում ենք օրինակ Ջեֆրի Ռոբերտսոնի մասին, միջազգային ճանաչում ունեցող փաստաբան եւ մեծ հարգանք վայելող, եւ մի շարք այլ անձինք, որոնք հրապարակավ ներկայացնում են իրենց դիրքորոշումները եւ դրանք լայն տարածում են ստանում։ Կարծում եմ այդ ամենը պատահական չի լինում։ Պատահական չի լինում ինչ իմաստով։ Նշանակում է դա իրենից հետաքրքրություն ներկայացնում է։ Հետևաբար Սամվել Կարապետյանի գործը իմ կարծիքով դա իրենից ենթադրում է միջազգային հետաքրքրություն ներկայացնող գործ, քանի որ նաև Սամվել Կարապետյանը միջազգային, այսպես ասած, բնույթի գործարար է։ Ինչ իմաստով։ Սամվել Կարապետյանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում ևս, Կիպրոսում ևս եւ Էմիրություններում ևս, այսպես շարունակ։ Հետևաբար այն, որ մենք խոսում ենք նման հեղինակություն եւ ճանաչում ունեցող անձի գործի մասին, բնական է, որ արձագանքը լինելու է առավել քան մեծ։ Հիմա մեկը առանձնացնել կամ մյուսը, ես կարծում եմ ընդհանուր եկեք նայենք, այլ ոչ թե անջատ միմյանցից։ Իսկ ընդհանուր նայելով հստակ է մի բան. մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում միջազգային հետաքրքրություն ներկայացնող աբսուրդային քաղաքական հետապնդում հանդիսացող գործ։ Ինչի համար դա ունենք։ Կարծում եմ հասցեատերները հաստատ իրավապահները չեն։ Իսկ այ մյուս մեծահարուստ հայերը, հա, շատ մեծահարուստների մասին է խոսքը, ովքեր ժամանակ առ ժամանակ նույնպես հայտնվում են Forbes-ի ցուցակում, իրենք ձեզ հետ ինչպես են, ձեզ հետ նկատի ունեմ Սամվել Կարապետյանի թիմը, ընտանիքը, ինչպես են շփվում, օրինակ ասում են մենք աջակցում ենք, եթե օգնություն է պետք ասեք, մենք ձեզ օգնենք, բայց մեզանից մի պահանջեք, որ մենք հրապարակավ իրեն պաշտպանենք։ Կա ինչ որ նման շփում։ Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, ուղղակի մի բանն է հստակ, ինչ որ իմաստով երևի հենց այդ օրինակը բերեմ, կհիշեք վերջերս նաև բազմաթիվ մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցներ օրինակ ասում էին, որ կդժվարանան թեև ցանկություն ունեն, ոչ կոնկրետ այս գործով, ընդհանուր եմ ասում, որ որոշակի վախ ունեն, դժվարություն ունեն Հայաստան գալու, քանի որ վստահ չեն արդյոք իրենց կձերբակալեն, կկալանավորեն, թե ոչ։ Առանց որևէ հիմքի։ Այսինքն նույնիսկ Արամ Վեհափարն էր նման հայտարարություն արել։ Այսինքն լավ ուր ենք մենք հասել։ Հետևաբար այդ իմաստով ակնհայտ է, որ վախի մթնոլորտ գոյություն ունի։ Ասել, որ դա գոյություն չունի, միամտություն է, բայց չնայած այդ ամենին, մենք տեսնում ենք, չէ, բազմաթիվ մեր հայրենակիցների արձագանք։ Մենք տեսնում ենք, որ օրինակ հազարավոր արդեն մարդիկ միանում են մեր ձևով շարժմանը։ Այսօր է հրապարակել այդ տվյալները։ Դա պատկերացրեք, խոսում է նրա մասին, որ գնալով այդ վախի մթնոլորտը պակասում է։ Այն, որ նաև Սամվել Կարապետյանի նման երկարատև կալանքը այլևս ուղիղ կապի մեջ է վախի որոշակի գործոնի հետ, կարծում եմ դա էլ է ակնհայտ։ Իդեպ մենք միջնորդել ենք, որ նախաքննությունը ավարտվի եւ գործը ուղարկեն դատարան։ Մենք ենք միջնորդ։ Այսինքն մենք չենք էլ հավատում, որ այս գործը իրենք կարճելու են, որտեղ դա միամտություն կլինի կարծեմ։ Ուղարկեն դատարան, որ հետո դուք անցնեք որոշ ատյաններով եւ դիպեք միջազգային դատարան։ Գիտեք ոնց, մենք ուզում ենք, որ գործը ուղարկվի դատարան, որ հանրությունը դռնբացության կարգով տեսնի այս նիստը։ Մենք չենք ուզում դռնփակ լինի։ Մենք չենք ուզում այլևս կաշկանդված լինել նախաքննական գաղտնիքով։ Թող բաց լինի։
Թող իսկապես օրինակ արտասահմանյան նաև զանգվածային լրատվության միջոցները վստահ եմ նաև կցանկանան օրինակ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել եւ ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հիմա իրավունքների տեսանկյունից մենք ժողովրդավարության բաստիոն ենք, թե ժողովրդավարության բաստիլն ենք, օրինակ։ Ես բարբերաբար մտածում եմ Սամվել Կարապետյանի մասին, ինչ է անում նա այդ խցում, պատկերացնում եմ ինչ կարող էր անել, եթե ազատության մեջ լիներ, որտեղ կճամփորդեր, ինչ պայմաններում կապրեր եւ ինձ համար քիչ իսկապես հետաքրքիր է հասկանալ ինչ է զգում այդ մարդը այդ խցում գիրք կարդում է հնարավորություն կա գիրք կարդում է դուք եք փոխանցում ընտանիքն այո հանձնուկների միջոցով գիրքել է փոխանցվում եւ նաեւ բավականին մեծ ժամանակ է տրամադրում թե ծրագրային որոշակի մոտեցումների ձևավորման, որոնցից մի մասը իդեպ հենց վերջերս էլ հրապարակվեց Սամվել Կարապետյանի տեսլականը ուժեղ Հայաստանի վերաբերյալ, որտեղ կարծում եմ մի քանի կետով շատ հստակ, շատ հակիրճ իր պատկերացումները ներկայացված էին, այդ թվում թե աղքատության տեսանկյունից առկա խնդիրների եւ դրանց հաղթահարման վերաբերյալ, այդ թվում տնտեսական միջավայրը փոփոխելու, այդ թվում ներհասարակական այս պառակտմանը վերջ տալու, ի վերջո կարելի ասել հասարակության մեջ համերաշխությունն ու համախմբվածությունը վերականգնելու մի շարք գաղափարներ բնականաբար դրա վերաբերյալ կարող եմ ասել, որ նման ժամանակ է ի վերջո տրամադրում այդ ամենին Սամվել Կարապետյանը իսկապես որոշակի իմաստով այդ քրեակատարողական հիմնարկի պայմանները խոչընդոտ չեն իր աշխատանքային բիզնեսով զբաղվում է այդ խցում ստանում է բիզնես տեղեկություն իր ընկերություններից հոլդինգներից չգիտեմ տարբեր կարող եմ հետեւյալը ասել եթե ժամանակային տեսանկյունից նայենք ավելի շատ ժամանակը տրամադրվում է ներկայացրածից այսինքն իսկապես ծրագրային մոտեցումների, իսկապես այն ուղերձներին եւ հայտարարություններին, որոնք տարածվել են այս ժամանակահատվածում, դրա վերաբերյալ քննարկումներին։ Իսկ երբ Սամվել Կարապետյանը հրապարակավ չէր խոսում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց հավանաբար ընտանիքի եւ մտերիմների հետ քննարկում էր այն ամենը, ինչ կատարվում էր Հայաստանում, երբ ինքը սկսեց խոսել ընտանիքում այն մասին, որ վատ են գործերը Հայաստանում, պատերազմի ժամանակ էր, թե պատերազմից առաջ։ Բայց եթե դուք նոյեմբերի 9-ին հաջորդած եւ նոյեմբերի 9-ին նախորդած որոշակի ժամանակահատվածում ուշադրություն դարձնեք, Սամվել Կարապետյանը բազմաթիվ հայտարարություններ արել է։ Բայց չզգուշավոր են այդ հայտարարությունները, կարելի է այդպես ձևակերպել, բայց մի բան է հայտարարություն ընդհանրապես չանելը, մի բան է հայտարարություն անելը։ Եվ կարծում եմ նույնիսկ եթե բառամթերքը եղել է որոշակիորեն, այսպես ասած, ես չի ասի միգուցե զգուշավոր, բայց ոչ այն աստիճան սուր, որ այսօր կարելի է տեսնել, ապա հասցեատերերի համար այն եղել է հասկանալի։ Հանրության տեսանկյունից այն եղել է հասկանալի։ Այն իր մեջ պարունակել է թե մտահոգության, թե անհանգստության։ Ես չեմ կարծում, որ հենց հարցին դիտարկել ենք զգուշավորության տեսանկյունից, չեմ կարծում, բայց առնվազն մի բան էլ ֆիքսենք։ Իհարկե, արհավիրքներ բավականին շատ են եղել այս տարիների ընթացքում, բայց եկեք նույնիսկ այդ պնդումը կատարենք։ Կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ։ Այն ամենը, ինչ տեսնում ենք, որ մայրաթոռի նկատմամբ է կատարվում, դա չէինք կարող պատկերացնել։ Իսկ իդեպ էլի, ասենք դուք հիմա շփվում եք կարող կարծում եմ, որ եւ քաղաքականությամբ եք զբաղվել եւ պատգամավոր եք եղել եւ որպես փաստաբան ամենօրյա ռեժիմով աշխատում եք իրավապահների հետ, ինչու որոշեց Փաշինյանը գրոհել եկեղեցին եւ պատերազմ հայտարարել վեհապարին։ Օրինակ մարդիկ Փաշինյանի շուրջ հասկանում են ինչու է նա դա անում։ Բարդ հարց եք տալիս։ Անկեղծորեն ես պարզապես կարող եմ իմ կարծիքը հայտնել, երևի թե երկու ճյուղի կբաժանեի։ Առաջինը իհարկե որոշակի իմաստով երբ եկեղեցու վարկանիշը ավելի բարձր է, քան օրվա իշխանության վարկանիշը, դա կարող է որոշակի նյարդայնանալու տեղիք տալ։ Եվ դրա վերաբերյալ ինչ որ արձագանքը երևի թե անխուսափելի է լինելու։ Այլ հարց, որ կարող է նաև օրվա իշխանություն կամ ցանկացած իշխանություն միայն
դրականը տեսնել նրանում, որ եկեղեցու վարկանիշը այդքան բարձր է։ Պատվեր տեսնում եք դրսից ինչպես ընդդիմության մի մասն է ասում։ Երկրորդ կոմպոնենտը կարող է լինել նաև այն, որ իսկ միգուցե եկեղեցու հայտարարությունները, վեհապար հայրապետի հրապարակայնորեն հնչեցված խոսքերը կարծես թե ինչ որ գործընթացի հնարավոր է խոչընդոտում են կամ դուրեկան չեն, եկեք այսպես ձևակերպեմ։ Ես առնվազն վեհապար հայրապետի հնչեցված խոսքերից եւ որևէ մեկում երբևէ չեմ տեսել ոչ ռազմատենչ, ոչ կոնֆլիկտային, ոչ ագրեսիվ։ Ամեն դեպքում նա պահանջել է հրաժարականը պատերազմից հետո Փաշինյանի։ Դա կարելի ասել նաև իսկ Հայաստանի Հանրապետությունում որևէ մի ինստիտուտ եղել է, որ նման պահանջ չի դրել։ Ոչ, չի եղել։ Իսկ մյուս կողմից, եթե նայում ենք նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում միջազգային աշխարհաքաղաքական իրադարձությունների տեսանկյունից վեհապարի խոսքը միշտ էլ եղել է հավասարակշռված, մայրաթոռի դիրքորոշումները միշտ եղել են հավասարակշռված, բայց երբեք ոչ ուրացող։ Այսինքն լավ, մենք պատկերացնում ենք, որ օրինակ Հայաստանի վեհապար հայրապետը պետք է արցախահայության հիմնարար իրավունքների, տարական իրավունքների մասին ինքնորոշման նվազագույն երաշխիքների մասին պետք է չխոսի։ Չէ, իհարկե պետք է խոսի։ Իսկ գուցե Փաշինյանը վախեցել է սրբազան շարժումից, որտեղ ամենամարդաշատ շարժումն էր, չէ, ամենամարդաշատ հանրահավաքն էր 2024-ի մայիսի 9-ի հավաքը։ Գուցե վախեցել է։ Կարող է նաև դա լինել եւ ի վերջո հաշվի առեք Սամվել Կարապետյանի կալանքին, ես դրա համար եմ հաճախ ասում, որ պատահական չէր, երբ այսօրվա դիրքից ենք փորձում վերլուծել այն ամենը, ինչ տեղի ունեցավ շուրջ 7 ամիս առաջ, տեսեք, հենց Սամվել Կարապետյանի կալանքին հաջորդեցին սրբազանների կալանքներ, Միքայել եւ Բագրատ սրբազանների, հաջորդեցին հստակ գրոհները, այսպես ասած, ահագնացող մայրաթոռի նկատմամբ, այնուհետև Արագածոտնի թեմի առաջնորդի կալանքը Մկրտիչ սրբազանի, այնուհետև Արշակ սրբազանի կալանավորումը մայրաթոռի դիվանապետի եւ այնուհետև դեկտեմբերի 18-ը։ Հիմա եթե դուք շղթայի մեջ այս ամենը դիտարկեք, ստացվում է իսկապես Սամվել Կարապետյանը այս ամենին խանգարող հանգամանք էր իրենց ընկալման մեջ եւ ինչ որ իմաստով ոչ թե պարզապես ընկալման։ Պարզ է, չէ, որ եթե ունենք ազգային բարերար, ով պաշտպանում է մեր ազգային պատմական ինստիտուտներից մեկին, երևի դա իշխանության համար հաճելի չէ։ Դրա համար երևի թե իրենց պատկերացմամբ պետք էր ձերբակալում, պետք էր կալանք, պետք էր հետապնդում, միգուցե ցանկանալով տեսնել ինչ որ արդյունքներ դրա։ Մի քիչ ձեր մասին հարցեր, Տամարա։ Դուք մինչև վերջերս պատգամավոր եք ընդդիմության ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը, ես հիշում եմ ձեր փողոցային պայքարը, ես հիշում եմ ձեր ելույթները, իսկապես ամենաակտիվներից էիք եւ փաստորեն հիմա պաշտպանում եք մի մարդու, ում ուժը, ում պաշտպանության համար ստեղծված ուժը հայտարարում է, որ եկել է նոր ժամանակը եւ հին նախագահները, նախկին նախագահներն այլևս գործ չունեն անելու։ Ըստ ձեզ ճիշտ հայտարարություններ, թե պահի թելադրանքով արած հայտարարություններ։ Ըստ այդ հայտարարությունը վերաբերում էր հետևյալին, որ հասարակական այս պառակտման եւ բևեռացման պայմաններում շատ դժվար է հասարակության համախմբումը որևէ մի այսօրվա արկա ուժերից մեկի կողմից։ Ստեղ էր տրամաբանությունը եւ այդ իմաստով նոր ուժը, Սամվել Կարապետյանի ուժը ներկայացնում է այնպիսի հայտ, որը կարող է բոլոր ուժերին, հասարակության ուժերին համախմբել ոչ թե քաղաքական ուժերին, այլ հասարակության ներկայացուցիչներին, մեր հասարակությանը։ Այսինքն այս պառակտման հաղթահարման մասին էր խոսքը։ Լավ, որպես փաստաբանից ես հարցեր տամ եւ նաեւ բոլորի շատերի համար հստակ է, որ իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ձևով շարժման քաղաքական ուժը չլինի ընտրություններին, այսինքն չեն գրանցի։ Եվ նաև հասկանում ենք, որ կան ինչ-որ ծրագրեր, որ մեր ձևով ուժը ծրագրեր է մշակում այդ դեպքում ինչ է անելու, հավանաբար գնալու է մեկ այլ ցուցակով, մեկ այլ կուսակցության, մեկ այլ ուժի ցուցակով։ Ձեր կարծիքով, որպես փաստաբանի, ինչ պետք է անի մեր ձևով, որ այդուամենայնիվ Հայաստանի քաղաքացին մեր ձևով շարժմանը քաղաքական ուժին ձայն տալու հնարավորություն ունենա։
Գիտեք, առաջինը իհարկե այդպիսի մտավախություն կարող է լինել, բայց դրան կանխարգելող գործողություններ էլ կարող են լինել։ Ես առնվազն իրավական մի քանի մեխանիզմ գլխումս պատկերացնում եմ, բայց երևի թե դրանք հիմա այս փուլում չեմ գաղտնազերծի, որովհետև ցանկացած նման մի որոշումը պետք է լինի վարչարարության արդյունք։ Այստեղ այնպես չէ, որ պարզապես Facebook-յան արդարադատության ճանապարհը կարելի է ընտրել։ Այստեղ կարծում եմ նաև ինտենսիվությունը շատ վտանգավոր է լինելու նման գործողության, որովհետև մենք խոսում ենք միջազգային, վստահաբար լինելու են միջազգային կառույցներ, որոնք պետք է հսկեն ընտրական թե նախընտրական, դա միջև ընտրություններ կլինի մի քանի ամիս առաջ։ Իդեպ դա ստացվում է արդեն ընտրական փուլը մեկնարկում է։ Իդեպ ընտրական փուլի մեկնարկը պետք չի պատկերացնել պարզապես ընտրությունների օրը։ Երևի թե այսպես ձևակերպեմ, երբ կլինի հանրապետության նախագահի հրամանագիրը, որով կնշվի թե որ օրն են լինելու ընտրությունները, այդ պահից սկսած արդեն միջազգային վերահսկողական մեխանիզմը ակնարկում էր, որ եթե ինչ որ բաներ հնարեն եւ չգրանցեն իրենց ուժին, մեր ձևով ուժին, կլինի փողոցային պայքար։ Ես հետևյալը կասեմ, քանի որ դուք ինձ հարցադրումը տվեցիք որպես փաստաբանի, կարող եմ ասել, որ իրավական որոշ մեխանիզմներ պատկերացնում են, որոնք կարելի է իրացնել։ Առաջին հերթին իհարկե շատ միամիտ երևի թե կթվա ասելը, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում իրավունքները հարգելու համար են, պաշտպանելու համար են, այլ ոչ թե դրանք խախտելու։ Իրավունքների ծավալի մեջ նաև քաղաքական իրավունքներն են, քաղաքացիական իրավունքներն են։ Ինձ թվում է մի քիչ սխալ չի խոսել իրավունքից մի երկրում, որտեղ 4 արքիեպիսկոպոս է ձերբակալած եւ ազգի ամենամեծ բարերարը։ Իսկ մյուս բարերարն էլ Բաքվի բանտում է նստած եւ ոչինչ չի ձեռնարկվում նրան ազատելու համար։ Մեկ նախադասություն էլ ավելացնեմ։ Մենք ինքներս մեզ չենք խափում, որ նման բաներից ենք խոսում։ Մեկ նախադասություն էլ ավելացնեմ, բոլորն էլ կալանավորված են ակնհայտ, անհիմն եւ ապօրինի։ Սա ընդհանուր առմամբ։ Իդեպ եւ եթե Հայաստանի Հանրապետության բանտերի մասին ենք խոսում, ամենաերկարը արդեն տևող կալանքը հենց Սամվել Կարապետյանինն է։ 6 ամսից ավելի։ Բոլոր դեպքերում, բայց սենց նաև հանգամանք նշեմ, ի վերջո նման գործողությունները հակազդեցություն ենթադրող են, չէ՞։ Այսինքն ես վստահ եմ, նույնիսկ հասարակության անտարբեր հատվածին չի կարող դուրեկան լինել նվազագույն ընտրական երաշխիքի չապահովումը, չեմ պատկերացնում։ Դրան արձագանք է բնականորեն առաջանալու։ Հույս ունեմ, որ իսկապես նման ոչ արձագանքի, ոչ այն ներկայացրածս իրավական Հայաստանյան հասարակությունը արթնացավ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց գնալ 3-րդ ժամկետի, որտեղ քաղաքացիների մեծ մասը իրեն խաբված զգաց, նույն ձևով էլ հիմա կարող է դա աշխատել, որ ինչու եք մեզ զրկում մեր ընտրելու իրավունքից, ճիշտ եմ հասկանում տրամաբանությունը ձեր։ Ամեն դեպքում կարող եմ հետևյալը ասել, դեռ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իհարկե ընտրությունների արդյունքների հետ կապված բազմաթիվ քննարկումներ կարելի է ունենալ։ Ընտրությունների ընթացիկ երաշխիքների պահպանման, խախտման վերաբերյալ եւս քննարկումներ կարելի է ունենալ։ Ընտրությունների որակի տեսանկյունից քննարկումներ կարելի է ունենալ, թե վերջին ընտրությունների, թե նախկինում տեղի ունեցած ընտրությունների, բայց նման իրավիճակ, այնինչը որ հիմա փորձում ենք վերլուծել, երբևէ չի եղել։ Երբևէ չի եղել։ Հայաստանի Հանրապետությունում նման իրավական վեճ չի եղել։ Հիմա տեսնենք։ Արամ, այսպեսի մի հարց Նարեկ Կարապետյանը օրեր առաջ հայտարարեց, որ ով կլինի շարժման վարչապետի թեկնածուն, կհայտարարեն հունվարին, երբ կներկայացնեն քաղաքական ուժը։ Ես հասկանում եմ, որ անիմաստ է ձեզ էլ հարցնել այդ մասին, դուք նման պատասխանից չեք տա, այդուամենայնիվ փորձեմ հեռվից գալ։ Վարչապետի թեկնածուն արդեն հայտնի է ձեզ, դուք չեք հրապարակում, նկատի ունեմ մեր ձևով շարժման համակարգողներին։ Կարծում եմ Նարեկ Կարապետյանի կողմից հնչեցված պատասխանը առավել քան հստակ է, որոշակի ժամանակային պայման է։ Այսինքն գիտեք ով է լինելու, անունը չեք տալիս։ Okay, մենակ մի բան ասեք, այդ մարդը, ում անունը չեք ուզում տալ, երբևիցե Հայաստանում պաշտոն, բարձր պաշտոն զբաղեցրել է։ Ես կարծում եմ այն պատասխանը, որ Նարեկ Կարապետյանի կողմից։ Դուր եկավ շատ լավ, գնանք բլից հարցերի։
Սիրով։ Արամ ջան, բլից հարցերը ենթադրում են այո, ոչ կամ շատ կարճ պատասխան։ Սկսենք։ Առաջին հարցը. Հավատում եք, որ մի օր Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը ազատության մեջ միասին սուրճ կխմեն։ Այո։ Ով է առաջինը դուրս գալու բանտից, Ռուբեն Վարդանյանը թե Սամվել Կարապետյանը։ Առաջ Աստված թող միաժամանակ եւ շատ շուտ երկուսը ազատ արձակվեն, շատ շուտ։ Ինչքան հնարավոր է շուտ։ Մինչև ընտրություններ Սամվել Կարապետյանին կազատեն։ Ես կարծում եմ այո։ Հայաստանի հաջորդ վարչապետի ազգանունը Կարապետյան է լինելու։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կկատարի եւ ըստ դրա կպարզվի ազգանունը, բայց համոզված եմ, ունեմ այդ հույսը, այդ վստահությունը, որ նոր ազգանուն լինելու է, ոչ այսօրվա ազգանունն է լինելու։ Այսինքն Փաշինյանը հունիսին վերընտրվելու շանսեր ունի։ Գիտեք, ժողովուրդն է ի վերջո ընտրությունը կատարելու, բայց ես կարծում եմ այս ժամանակահատվածը ցույց է տվել, որ մեր հասարակությունը իսկապես ցանկանում է տեսնել փոփոխություն։ Հայաստանում անցնցում իշխանափոխության համար պետք է արդյոք Փաշինյանին հումանիտար միջանցք տալ, թե նրան անպայման պետք է դատել, որ տարբերակն է ձեզ համար ավելի նախընտրելի։ Ես իրավաբան եմ եւ այդ իմաստով նույնիսկ քաղաքական գործունեության ընթացքում միշտ մի քանի հանգամանքներ հարգել եմ։ Դա անմեղության կանխավարկածն է։ Ես մի անգամ հրապարակավ ասել եմ. ես միայն երկու հոգու անմեղության կանխավարկածը չեմ հարգում։ Դա Էրդողանն է եւ Ալիևը։ Իդեպ հրապարակավ եմ դա ասել ազգային ժողովի նիստի ընթացքում։ Այս դեպքում եւս նույն պատասխանը կտամ։ Բոլորը պետք է ունենան իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, ով էլ որ լինի։ Լավ, ուրիշ ձևակերպեմ, հա։ Դուք անդիմության, ես ենթադրում եմ, որ կլինեն մի քանի դաշինքներ մեծ, առնվազն 2 դաշինք, եւ դաշինքներից մեկի շտաբում նստած եք հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ արդեն ակնհայտ է եկել են նախնական արդյունքները, որ անդիմությունը հաղթել է եւ հաղթել է այնպես, որ հստակ է, որ անդիմությունը կառավարություն ձևավորելու հնարավորություն է ստացել։ Դուք ինչ խորհուրդ կտաք, երբ որոշեք, որ ձեզանից ինչ որ մեկը որոշի, եկեք զանգենք Նիկոլին, ասեք, ախպեր, գնա։ Ընտանիքը ճամպրուկդ վերցրու, մենք քեզ հանգիստ բաց ենք թողնում, գնա, որ այս ամեն ինչը հանդարտ վերջանա, իշխանափոխությունը հանգիստ լինի, որ որևէ ցնցում Հայաստանում չլինի։ Դուք այդ պահին կողմ եք լինելու նման որոշման, թե չէ։ Ես վստահաբար ցանկացած մի որոշում, որը իրենից ենթադրում է, որ ցնցումներ չլինեն, որ հանրային համերաշխություն լինի, որ այն իրավունքների խախտումները, որոնք տեսնում ենք այս ժամանակահատվածում, հա, այդ հիմնարար խախտումները, որտեղ այսքան երկար խոսեցինք կալանքների մասին եւ այլն, որ դրանք չպետք է նույն տրամաբանությամբ շարունակական լինեն, ես այդ համոզմունքը ունեմ։ Չպետք է այս վիճակը շարունակական լինի։ Այսինքն, եթե սխալին սխալով ես պատասխանում, ճիշտ չես ստանում։ Դրանից ավելի մեծ է իրավունքի նկատմամբ շղթողականությունը շատանում, ավելի մեծ ծավալի է դառնում։ Հետևաբար ցանկացած մոտեցում, որը իրենից ենթադրում է հանրային համերաշխությանը ի նպաստ գործողություն, ցնցումների բացառման գործողություն, իրավունքների նկատմամբ իսկապես պաշտպանության ուղղված գործողություն, ես դրան միայն կողմ եմ։ Լավ, ես այս հարցը չէի ուզում բլից հարցերում չունեի այս հարցը, բայց ձեր պատասխանը ինձ ուշեց, եւս 2 հարց տալ եւ մյուս հարցը, ինչ եք կարծում, ինչն է ավելի կարեւոր, արդարությունը թե մարդասիրությունը։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես դրանք իրար հակադրող արժեքներ չեմ համարում, որտեվ իրականում, եթե արկա է մարդասիրություն, ուրեմն արկա է արդարություն։ Եվ եթե իրապես կա արդարություն, ուրեմն կա մարդասիրություն։ Այստեղ իրականում դիալեկտիկ կապի մեջ են երկուսն է, որովհետև իրապես առանց մարդասիրության արդարություն չի լինի։ Իսկ պարզապես մարդասիրությունն էլ անջատ արդարությունից դա էլ իրար հակադրող են դառնում։ Եթե անդիմությունը հաղթի, դուք ձեզ կառավարության կազմում տեսնում եք թե ոչ։ Ես ինքս ինձ տեսնում եմ իսկապես փաստաբանական գործունեության մեջ
Ես 2022 թվականին, երբ հրաժարական ներկայացրեցի падգամավորի կարգավիճակից եւ որոշում կայացրեցի վերադառնալ փաստաբանական գործունեությանը, կարծում եմ առավել քան օգտակար լինում եմ այն գործունեության շրջանակներում, որով հիմա զբաղվում եմ։ Այլ հարց, որ այն խնդիրները, այն խոչընդոտները, որոնք այսօր կան հատկապես փաստաբանական գործունեության շրջանակներում, երբ խոսքը գնում է հանրային հնչեղություն ունեցող քրեական գործի մասին, անասելի են, տհաճ են, ընկճող են։ Դրանցից ոչ ընկճվում եմ, ոչ էլ այդ տհաճությունից ինչ որ կերպ դժվարություն։ Կառավարություն չեք գնա մի խոսքով։ Եթե իմ ցանկությունն եք հարցնում, իմ պատկերացումն եք հարցնում, ես տեսնում եմ ինձ, որ որպես փաստաբանական գործունեությամբ զբաղվող այս իրավիճակում, որում հիմա կանք, առավել քան կարևոր է ցանկացած փաստաբանի գործունեությունը։ Իդեպ փաստաբանի գործունեությունը առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է հանդիսանում։ Այլ հարց իհարկե, որ եթե տեսնում ենք այս աստիճան խախտումներ, երբ դուք նույնիսկ արդեն ընդգծում եք, որ այսքան խախտումներ տեսնելու պայմաններում ինչպես է հնարավոր չհավատալ, որ ավելի մեծ խախտումներ պետք է լինեն։ Դուք ձեր խոսքում ըստ էության ինձ հենց այդպես հակադարձեցիք։ Իհարկե, այդ ամենը ցույց է տալիս, որ մարդը Հայաստանի Հանրապետությունում չափազանց, այսպես ասած, ոչ իրատեսական կլինի, եթե ասի պետք է քաղաքական գործունեությունից Օմբուդսմեն չէիք աշխատի։ Գիտեք, ժամանակին, երբ աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նման ցանկություն ունեցել եմ։ Տարիներ առաջ եմ ունեցել, բայց ներկայումս նման ցանկություն չունեմ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։